մրցաբանները։ Շնորհակալություն։ Կաբուլի Ուրիա։ Պարոն Դեսպան, բոլորիս ցավակցությունները ընդունեք Հազիրայ համենի մարդկային և տարածքային վնասների։ Բավարար կառնամե հալախոտ էջանի և խեսարատային գրավժեի Պարոն Դեսպան, որքանով են ճիշտ տեղեկությունները, որ իրանք փակել է սահմանները երկրի քաղաքացիների համար և իրանք չեն կարողանում դուրս գալ սահմանից։ Այս افکتاچه همین اخبار صحت داره که در واقع جمهوری اسلامی ایران مرز رو در واقع بسته و شهروندان امکان خروج از مرز رو ندارن. Այնուհանդերձ ցանկացած պատերազմ փախստականների ոսկ է նախատեսում և դուք ասացիք նաև տեղեկություն կա, որ երկու երկրների Հայաստանի նաև արտգործնախարարները խոսել են, քննարկել են արդյոք փախստականների հնարավոր Հայաստան խոսքի հարցը, եթե նրանք կան ինչպես է այդ հարցը լուծվելու, փախստականները որտեղ են տեղավորվելու, հակասարաններ կամ ֆինանսական աջակցություն։ با توجه به اینکه هر ذهنی روابط خودش رو داره و امکان وجود آوارگان در نتیجه جنگ وجود داره، آیا در واقع فکر در این باره شده که اگر از ایران تعداد پناهندگان و یا آوارگانی که به ارمنستان میان چه کمک‌هایی به اونها میتونه اختصاص داده بشه و آیا در مکالمه تلفنی که بین وزارت خارجه دو کشور برگزار شده اشاره‌ای به این موضوع راجع به اینکه چه کمک‌هایی موضوع اسکان و شرایطشون آیا مورد بررسی قرار گرفته؟ Ինչ ծավալի խոսք է սպասում Հայաստան, հա, նաև փախստականների و همچنین اگر در واقع برگزار میشه که تعدادی از آوارگان بیان چه جریانی چه حجم جریانی رو فکر می‌کنید که ممکنه بیان؟ Եթե ցույց տալ եւս մեկ հատ, պարոն Դեսպան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դուք նշեցիք արևմտամետ քաղաքականություն, նշում են բազմակողմանի վեկտորային քաղաքականության, բայց մենք տեսնում ենք այսօր ավելի մեծ է համագործակցությունը ԱՄՆ-ի համապատասխան Թրամփ Փաշինյան համագործակցությունը մեծ է, Թրիփի ուղին նախաձեռնվեց նաև Ամերիկայի հետ համատեղ։ Արդյոք այդ պայմաններում Հայաստանը իրանի համար շարունակում է, Հայաստանի իշխանությունները իրանի համար շարունակում են մնալ վստահ մի գործընկեր։ همونطور که می‌دونیم و از اشاره هم اشاره کردیم در واقع ارمنستان در حال تنوع‌بخشی به روابط و همکاری خودش هستش ولی ما الان میشه گفتش که در این بازه زمانی شاهد این هستیم که رویکرد بیشتر به سمت غرب آمریکا هستش و روابط نزدیک شکل گرفته بین پاشینیان و ترامپ رو ما شاهدش هستیم که در نتیجه اون در واقع قرارداد تریپ در واقع عقد شد. آیا جمهوری اسلامی ایران همچنان رویکردش با دولت ارمنستان در واقع با وجود این شرایط یکسان هستش و در واقع رویکردش با دولت فعلی ارمنستان چگونه است؟ Եվ պատերազմը տնտեսական, մենք էներգետիկ ենթակառուցվածքներով համագործակցում ենք, պատերազմը կարող է ազդել այդ համագործակցությանը։ در لحاظ اقتصادی و با توجه به اینکه ما همکاری‌های با ایران در حوزه انرژی داریم، آیا فکر می‌کنید که این جنگ می‌تونه بر این همکاری‌های اقتصادی و انرژی تاثیرگذار باشه؟ دو تا از مرزهای ما به دلیل اختلال در سامانه کنترل گذرنامه مورد 24 ساعت دچار اختلال بود. Մեր սահմաններից երկուսը կապված սահմանում գործող համապատասխան համակարգերի եւ սիստեմների մեջ առաջացած խնդիրներով երկու սահմաններից երկուսը 24 ժամով փակվել էին, یکیش مربوط به همین مرز ایران ارمنستان. որոնցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն է։ از ساعت 9:30 صبح امروز این اختلال برطرف شد و عبور و مرور از هر دو طرف روان جریان داشت. Այսօր առավոտյան 9:30-ից այդ խնդիրը լուծվեց երկու կողմից երթևեկությունը եւ շարժը արդեն առանց որևէ խնդրի տեղի ունենում։ سرکنسول ما در باکان امروز همونجا در مرز مستقر بود. من گفتم با توجه به اینکه 24 ساعت مرز دچار در واقع سامانه دچار اختلال شده بود، آیا حجم قابل توجهی شما دیدی از آدم که اونجا انباشت شده؟ گفت اصلا. Մեր կապանում մեր գլխավոր հիպատոսը գտնվում է հենց Իրան-Հայաստան սահմանում եւ ես նրան խնդրեցի, որ հաշվի առնելով իրավիճակը, որ համակարգը սահմանային համապատասխան համակարգերը ավելի քան 24 ժամ չեն աշխատել, փորձի հասկանալ, թե ինչպես է քաղաքացիների շարժի վիճակը, արդյոք կուտակումներ եղել են թե չէ, նա ինձ վստահեցրեց, որ ոչ, կուտակում չի եղել։ همشون کسانی هستند که از مسیر ایران بلیط‌های بین‌المللی برای پروازهای بعدی به کشورهای دیگه داشتند. Եվ ինձ նաև հաղորդվեց, որ
այնտեղ սահմանում գտնվում են եւ սպասման մեջ են 30-ից 40 քաղաքացի, որոնք որ բոլորն էլ տոմսեր ունեին, միջազգային տոմսեր ունեին եւ պետք է իրենց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից։ برعکسش هم هست بعضی از هموطنان ما مسیر ایروان رو مسیر هوایی به سمت ایروان رو انتخاب کردن وارد ایروان میشن و با اتوبوس و وسیله‌های زمینی خودشون رو به ایران میرسونن Եվ կա նաև այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն մեր քաղաքացիներից շատերը ընտրում են Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից արդեն ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան։ دیشب حدود 20 نفر وارد ایروان شدن و ما هماهنگ کردیم اینها با وسایل زمینی رفتن به سمت ایران Եվ երեք մեր ունեցած տվյալներով մոտավորապես 20 հոգի նման օրինակ քաղաքացիների դեպք է գրանցվել եւ մենք կազմակերպեցինք որպեսզի նրանք ցամաքային ճանապարհով ուղևորվեն դեպի Իրան։ امشب هم حدود 15 نفر میرسن ایروان که اینها زمینی میرن به جمهوریشون Այսօր երեկոյան էլ մոտավորապես 15 հոգի էլի կհասնեն Երևան, որոնք նույնպես ցամաքային ճանապարհով կհասնեն Իրան, կգնան ուղևորվեն դեպի Իրան։ هیچ مراجعه غیر طبیعی به مرز یا هیچ تجمعی که اسمش رو حالا جناب عالی گفتید سرکار عالی گفتید پناهندگان آواره‌جویان نداشت Ոչ բնականon մարդկային հոսք, որը որ հնարավոր կլինի անվանել փախստականներ, մենք սահմանին չենք նկատել եւ չունենք։ در جنگ 12 روزه هم نداشت 12-օրյա պատերազմի ժամանակ էլ չենք ունեցել։ حتی عکسش رو داشتیم که تعداد قابل توجهی از ایرانیان از مسیر ترکیه به خصوص ترکیه زمینی می‌خواستن خودشون رو به کشور اون برسونن Նույնիսկ լուսանկարները կային, որ մեր քաղաքացիների համերկրացիներից շատերը հատկապես Թուրքիայի ուղղությամբ ցանկանում էին իրենց հասցնել, անպայման իրենց հասցնել իրենց հայրենիք Իրան։ الان هم نگران این موضوع اصلا نیستیم Հիմա էլ մենք որևէ մտահոգություն այս հարցի վերաբերյալ չունենք։ زندگی طبیعی در جریان هست با وجود همه تهدیداتی که در جریان Բնականon կյանքը շարունակվում է ցավոք սրտի դեռ արկա եւ արտախված վտանգներով։ در شهر تهران ممکنه بعضی از مردم به شهرستان‌های کوچکتر مراجعه کرده باشن که در امنیت بیشتری باشن Թեհրանի բնակչության շրջանում հնարավոր են դեպքեր, երբ մարդիկ տեղափոխվում են հարակից այլ շրջաններ եւ գյուղեր, որտեղ որ անվտանգային առումով ավելի ապահով է։ ایران کشور پهناوری هست ظرفیت‌های بسیار بالایی داره و ما ظرفیت کامل رو برای هر گونه چالش‌هایی وجود داره Իրանը մեծ ընթացակ երկիր է իր շատ լայն պոտենցիալով ներուժով եւ մենք նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում ունենք համապատասխան հնարավորություններ իրավիճակը որոշակիորեն կանոնակարգելու համար։ در مورد سیاست خارجی تنوع بخشی در سیاست خارجی ارمنستان که سوال کردید خب این انتخاب ارمنستان هست به عنوان یک دولت مستقل و حاکم و ما احترام می‌ذاریم Կապված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ, որը այս փուլին, ինչպես դուք նշեցիք, դիվերսիֆիկացիայի փուլում է, սա Հայաստանի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան որոշումն է, որը որ մենք հարգում ենք։ فکر می‌کنیم عمق دوستی و روابط ایران و ارمنستان ایجاب می‌کنه که فارغ از اینکه ارمنستان چه سیاست خارجی رو اتخاذ کرده همکاری‌های ما و مشارکت ما همچنان تداوم داشته باشه Կարծում եմ, որ հայ-իրանական համագործակցության եւ հարաբերությունների խորքը, որը որ արկա է մեզ պարտավորեցնում է, որպեսզի անկախ այն բանից, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը, մեր համագործակցությունը եւ փոխգործակցությունները շարունակվեն։ ما اعتقاد داریم یک ارمنستان قدرتمند از نظر نظامی و از نظر اقتصادی و از نظر هویتی در این منطقه در واقع منافع ما رو هم و رویاها و آمال ما رو هم در واقع تامین Մենք վստահ ենք, որ մի ուժեղ Հայաստան, թե ռազմական, թե տնտեսական, թե ինքնության տեսանկյունից այս տարածաշրջանում նման օրինակ ուժեղ Հայաստանի գոյությունը կարող ենք ասել, որ օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները եւ ձգտումները եւ նպատակները։ و در مورد روابط اقتصادی دو کشور هم همه چیز فعلا روان داره دنبال میشه چالشی رو نداشته
Եվ նաև երկրների տնտեսական հարաբերությունների հարցով կարող եմ ասել, որ այս բանին ամեն ինչ սահուն կերպով առաջ է գնում, դեռևս որևէ մարտահրավերներ չեն ունեցել։ همین امروز هم که سرخصور در باخان در مرز بود گفتم که عبور کامیون ها و کالاها و روانی در جریان هست. Հենց այսօր ինչպես նշեցի Կապանի գլխավոր հյուպատոսով գտնվում էր սահմանին, նա մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների ինչպես նաև ապրանքների երթը շարժը բնականon կերպով տեղի է ունենում։ می‌دونید که شرکت‌های ایرانی در بعضی از پروژه‌های خیلی مهم زیرساختی در ارمنستان فعالند. Ինչպես նաև գիտեք, Իրանի ընկերությունները ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում։ امیدواریم که در اثر این جنگ چارچوب‌های همکاری که ما داریم دچار چالش و آسیب نشه. Եվ մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն։ Շնորհակալություն։ Արթուր Հակոբյան կենտրոն Պարոն Դեսպան, նախ ցավացում ենք, տեսեք ով էր առաջ Երևանի